Սրուցելու ենք հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի հետ, շնորհակալություն, այս տեսանյութի մեկնաբանություններում որոշ ծնողներ գրում էին, որ սա մի առանձնապես արտասովոր տեսարան չէ հայաստանյան դպրոցներում, պարզապես առաջին անգամ է կամ գուցե հազվադեպ անգամներից է, որ այն հայտնվում է տեսախցիկների առջև, դուք համաձայն եք։ Ոչ, համաձայն չեմ, իհարկե վերապահումով վերաբերմունք ուսուցչի կերպարի, ուսուցչի գործունեության վերաբերյալ, որը չի ձևավորվել մեկ օրում, այդ տարիների 25-30 տարվա անընդհատ քարոզված հակամշակույթի այդ նույն ծնողների կրթական էական բացի արդյունքն է, այսինքն դպրոցը չի կարող լինել օազիս, մենք չենք կարող երեխեքին, շենքերի 6-7 հարգերում երեխեքը տեսնեն, թե ոնց են կլաբներ բացում ու այդ մասին առավոտ զիրգուն իմանան, չեն կարող տեսնել իրանց տներում, թե իրանց պապաները, մամաներին ոնց են արա աղջի ասում ու այդ միջավայրից դուրս գնալ դպրոց, սրբագործվել ու դուրս գալ։ Դպրոցը մեր հասարակական հանրային կյանքի բաղադրիչներից մեկն է, բայց այն ինչ կատարվում է այդ կյանքում ընդհանրապես եւ դպրոցում մասնավորապես, դա առանձին մշակութաբանական ֆենոմեն է եւ խորքային ուսումնասիրության կարիք ունի։ Ես ավելի շուտ նկատի ունեի ներողություն այս համայնքային, թող ներվեմ ձևակերպման համար այս ոհմակային հարձակման տեսարանը նկատի ունեի։ Մենք ունենք դեպքեր, երբ մեկ ուսուցիչը թիրախավորվում է, հատկապես կներեք բառի համար, եթե ուսուցիչը սվոյ չի, այս պարագայում գործ ունենք ուսուցչի հետ, որը մերձավանից չէ, այսինքն Արմավիրից է գալիս այդ դպրոց, աշխատում եւ գնում, եւ այդ պարագայում այո կա ցավոք դեռևս կա այդ թաղային մտածողությունը, մայլամ մտածողությունը, գյուղական մտածողությունը, իմը քոնը եւ այլն, բայց կոնկրետ այս դեպքում մերձավանի դեպքում խնդիրը լրիվ այլ տեղ է, ես հիմա չէի ուզի փակագծերը շատ բացել, որոշ մարդկանց մեղադրել, բայց հարգեղած դեպքում այդ փակագծերը կբացվեն, այս դեպքում ուսուցիչը շատ հեշտ, հարմար թիրախ է դարձել այն խմբերի համար, որոնք կազմակերպել են սա, եւ սա կազմակերպված է։ Ու թող որևէ մեկի մտքով չանցնի, ասել թե վա երեխեք ինքնաբուխ էին, էն։ Ես շատ լավ գիտեմ ինչպես են ուսուցիչների դեմ կազմակերպվում այդ ակցիաները, ինչպես են դրանք ուղղորդվում, դա կլինի տնօրեն, մի դեպքում կլինի տնօրենի ԺՊ, մյուս դեպքում կլինեն գոլեգաներ կամ փոխտնօրեն կամ մարզպետարան եւ այլն, սա միշտ եղել է ցավոք։ Այս արատավոր համակարգը միշտ եղել է, կա հիմա ստացել է լրիվ նաեւ այլ երանգներ եւ այսինքն որպեսզի ազատվեն ոչ յուրային գործընկերոջից։ Ոչ միայն ոչ յուրային գործընկերոջից։ Հիմա կարող է եւս պատմության մեջ բարձվի, որ ինչ որ երակոմ թունավոր սեր էր։ Ես ելի եմ ասում, չեմ բացի հիմա փակագծերը, բայց կարող է որ բարձվի, որ կարող է ԺՊ-ն ինչ-որ հարցեր փորձում լուծել, բայց նաև իր հարցերը լուծվեցի այն մարդկանց կողմից, որոնցից որևէ մեկն ուզում է հիմա դառնալ ԺՊ։ Այս դպրոցը 1 տարի արդեն չունի հիմնական տնօրեն, ինչ որ փուլ այս դպրոցի հավակնորդների զարգացման ծրագրերը փորձարկումներ ենք նաև մենք։ Ու երբ որ դու տեքստը կարդում ես, դու շատ լավ գիտես, թե շատ լավ պատկերացնում ես, թե արդեն ինչ միջավայր է, ինչ է տեղի ունենում եւ այլն։ Հիմա այս պարագայում լոջիկան այդ կողմից։ Այս պարագայում այն ինչ մենք տեսել ենք, երեխեքին է հանգիստ թողնենք, որոնց որ ներքաշել էին, ուսուցիչների բարեվարկության նորմերի կոպտագույն խախտումն է, կոպտագույն, այն ինչ տակ իրենք ստորագրել են, այն ինչը նախարարի հրամանով 23 թվականից կիրառվում է դպրոցներում, որ դու տնօրեններին հասնես, իրենք կասեն, վայ, մեր ուսուցիչները բոլորը դրանք տիրապետում են, իդեալական են եւ այլն, չկա նման բան, պարզապես չկա, համակարգում կան։ Սրատակ նաև բովանդակություն է փորձարվում դնել, մասնավորապես օրինակ ծնողներից մեկը ասում էր, որ ամբողջ այս պատմության հիմնական պատճառն այն է, որ նա դասարանում լավ բաներ է ասել թուրքերի մասին, որ նրանք կարող են եւ լավ մարդիկ, նորմալ մարդիկ լինեն, այդ ծնողն ասում էր մինչդեռ ահա այդպիսի մի ուսուցչի Թուրքիայում հրապարակում կախաղան կբարձրացնեին, եթե նա հայի մասին նման բան ասեր։ 2015 թվականին այդ ծնողին արձագանքելով
Հելսինոր քաղաքում ես պատմություն դասավանդողների միջազգային ասոցիացիա Եվրոկլիոյի գիտաժողովին էի եւ հանգավ ցեղասպանության 90-ամյակի միջոցառման ներողություն 100-ամյակի այդ միջոցառման հետ, հա ու առավոտյան Անկարայի համալսարանի պրոֆեսորներից մեկը, երբ որ մենք դանք նիստերի դալիճ, ես չէի հասցրել միկրոֆոնով ինչ-որ բան ասել, Անկարայի համալսարանի պրոֆեսորներից մեկը այդ կա տեսագրված, որ հիմա շարունակում է Անկարայի համալսարանում դասավանդել, վերցրեց բարձրախոսը, խոսք քննեց, ասեց մենք պատմաբաններ ենք, մենք պիտի ազնիվ լինենք իրար հետ, եւ ես խնդրում եմ, որ բոլորս 1 րոպե լրությամբ հարգենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ հենց օգտագործվեց ոչ թե մեծ եղեռն հասկացություն եւ այլն, հենց genocide termin։ Հիմա այդ ծնողը կամ մեկ ուրիշ ծնող, որը որ անկախ թե այսօրվա իշխանությունը կամ ընդդիմությունը ով ինչ նարատիվների մեջ է, փորձի իրեն պարտադրված մտածողության ձևը տարածել արդի քրթության վրա կամ իր սովորողի պահանջմունքների վրա, դա նշանակում է նա ունի զգալի քրթական բաց եւ հետ է մնացել կյանքից շատ երկար եւ լավ պատմություն չգիտի։ Ես չգիտեմ այդ ուսուցիչը ում է գովել, ում չի գովել, հա, գիտեմ որ դա առիթ է եւ ոչ թե պատճառ։ Պատճառները շատ ավելի խորն են, պատճառները շատ ավելի, եթե կուզեք, քաղաքական են նաեւ, պատճառները ինչ որտեղ համայնքային են, ու թող ուսուցչի այս կամ այն ասածը չվերագրեն այս ամբողջ պատմության հիմքերի։ Որ կարող ես սխալ բան ասել, հա, հարևան ունես, որի մեջ կան լիքը լավ մարդիկ, հարևան ունես, որը որ քեզ 93 թվին 42,000 տոննա հաց է տվել։ Այո, հարևան ունես, որի իշխանությունը, բոլոր իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը ցեղասպանության հարցում։ Իմ հարցն այդ մասին է, քանի որ դուք էլ ունեք դասավանդման փորձ, այ օրինակ թուրք գործչի վերաբերյալ ձեր բերած դրական օրինակը, եթե դասարանում անեիք, հնարավոր է որոշ ծնողներ գային ձեր հետևից հաշվեհարդարի, բարձաբանումների։ Ես լրիվ այլ միջավայրում եմ աշխատել, ավելին Ֆինլանդիայի եթ 1 հեռուստատեսությունը այդ վիդեոն էլ կա, երբ որ մեզ մոտ մի անգամ եկավ բաց տասն նկարելու, Հայաստան մասներ նկարում եւ էլի ցեղասպանության հիշատակի, զոհերի հիշատակի հարգման օրերին էր։ Երբ որ մենք այդ բաց տասն նկարեցինք, հա, նաեւ հուշահամալիրում ունեցանք մի հատված եւ այլն, իհարկե այդտեղ կար քննարկում ժողովուրդների հարաբերությունների մասին, թե ինչպես պիտի կառուցեն ժողովուրդներն այդ հարաբերությունները։ Ցեղասպանությունը հիշողություն է, որը չի չնջվելու։ Ցեղասպանությունը դա աքսիոմա է, ապացուցման կարիք չունեցող երևույթ։ Ես չեմ հասկանում տարբեր շրջանակների կողմից այդ հարցը, այդ պատմական հիշողություն պայմանավորող դրվագը անընդհատ դարձնել քաղաքական շահարկումների եւ մատի փաթաթան։ Եթե կուզեք, դա խնդրի էության վերաբերյալ անարգանք է։ Ինչն է բանը հարգանքը, չգիտեմ կոնկրետ այդ ծնողը, հա, բայց բան, որ հարցնես էլի այդ ծև շագերտավոր հայրենասերներ կլինեն, որ բան արևածաղիկ չրտելով ապրիլ 24-ին բան բարձրանալը, հա, ծիծեռնագաբերտ։ Չչալով չի լինում հայրենասիրությունը եւ պատմական հիշողությունը պահպանելը։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Խնդրեմ։